Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք մեր հաղորդումների շարքը Հայաստանի գյուղերից։ Այս մի խումբը հաղորդումների վերաբերվում է Արմավիրի մարզի գյուղերին։ Նախորդ հաղորդման մեջ մենք Պագարանում զրուցեցինք, այս մեկը Արաքս գյուղում ենք եւ մեզ հյուրընկալել է վարչական ղեկավարը, վարչական ղեկավարի գրասենյակում ենք մենք, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար եւ թույլ տվեք ներկայացնել մեր հյուրերին, անցնենք զրույցին Ռոբերտ Թատոյան, Գրիգոր Հովսեփյան, մշակույթի տանտնօրենն է եւ Արկադի Մանուկյան, շինարար, բոլորն էլ զբաղվում են նաեւ գյուղատնտեսությամբ, ինչքան հասկացա, հա։ Հիմնական արտադրանքը ինչ է ժողովուրդ ջան ձեր գյուղի։ Ինչ գյուղատնտեսություն է տալիս։ Լոլիկ, վարունգ, բիբար։ Ինչից եք խեղճանում այդ գործում։ Այդ ջերմա, դե գազից ենք խեղճանում, գազն էլ այս տարի ոնց որ ավարտին է հասնում։ Գյուղը նախկինում գազաֆիկացված չի, ոչ ընդհանրապես չի։ Հեսա նոր խոշորացած համայնքի ուժերով սուբվենցիոն ծրագրով գազը բերել են, աշխատանքները թվային է կարող։ Սուբվենցիոն մի մասը համայնքն է փողը դրել, մյուս մասը պետությունն է տվել, գազաֆիկացվել է։ Մարդ կա, որ հրաժարվում է գազից բանից, թե։ Դե հերը որ հասնի վերջին, չէ, սա էլ ուզում եմ։ Հələ որ չի բաշխում է գազը։ Գազն ինչ է կանում գյուղատնտեսությունում։ Ջերմոցները տաքացնելու։ Ինչ ծավալ են, օրինակ նախկինում օդանավով թռնելուց այդքան շատ ջերմոցներ չէինք տեսնում, հիմա որ անցնում ենք ահագին մեծ։ Ինչքանի 100 հեկտար, ինչքան ջերմոց կունենանք։ 85 հեկտար ջերմոցային միայն ջերմոց 85 հեկտար։ 85 հեկտար գյուղում ունի։ Քանի անգամ է բերք հավաքվում։ 2 անգամ։ Առնվազն 2 անգամ ջերմոցից։ Գարնան հաշվում։ Դե գազի դեպքում կարող է 3 անգամ։ Մինչ այդ ինչով էիք ջեռուցում։ Ոչ մի բան։ Պարզապես չէ արևային էներգիան, հա ջերմոցի։ Պոլիէթենելային Տելեֆոներով ծածկում Հա, արևի։ Ցուրտ օրերին էլ ծուխ էինք դնում, չգիտեմ։ Նորից տելեֆոն էինք ավելացնում։ Հա ցրտարությունների օրերը ջերմոցների մեջ ծուխ ենք տալի, բայց այն պայմանով որ տակի բույսին ծուխը չկպնի, էլի։ Հասկանալի։ Իսկ կա մոտավոր հաշվարկ, թե գազով ջեռուցելու դեպքում արդյունավետությունը կամ արտադրողականությունը ինչքան է։ Հարևան գյուղերը որ նայում ենք, ծանոթներ էլ ունենք։ 20%, 50%, կրկնակի մոտավորապես ինչ հաշվարկ։ Դե հա, մեզնից շատ մի քիչ դի սենց ասեմ, էլի ուրիշ հաշվարկ այդում ձեր ասած, մենք մի քիչ ասես կարելի ասել վայրի ձևի ենք մշակում։ Մտածում եք որ ավելի լավ է, հա, ավելի արդյունավետ է։ Այդ որ ասում պոլիէթիլենային տելեֆոնները որ ծածկում ենք, բացում ենք, այնքան որ արևը ընկնի, ժամը 5-ին շուտ փակենք, տաքություն մնա մեջը։ Այդ բույսերը սա գիտեն, այդ բույսերը ստրես տանող բույսեր են։ Հիմա ոնց կլինի ջերմաշճանը, ոնց չի լինի, կհիվանդանա, արդեն թունաքիմիկատնա շապանա։ Ծախսերը։ Խոնավություն ալնամ, արդեն այդ բորբոսն ապրնում են, դրանք որ հաշվարկես գազը շատ ծերատալի։ Այսինքն մի աստիճանի բույսը կարաս պահես, աճացնես, ոչ տանջվես, թունաքիմիկատը շատ է թա, ոչ էլ քո տանջանքը մարդը հիվանդանում է։ Խոնավ վախտը մտնում է, փակում է, դուրս է գալի քրտնած, մի վայրկյանում քամին տալիս է, մրսում ես վերջը 1000-ի պրոբլեմ, մարդն էլ է հիվանդանում։ Դրա մեջ գերխոնավություն է մնում միշտ։ Ճիշտ հասկացա, որ զբաղվածությունը բավականին բարձր մակարդակի է։ Գործազրկությունը ցածր է կամ պարապմարտ չկա։ Մենակ լոդրերը կարող։ Չկա մարդ, որ կա լոդր։ Պարապմարտիկ գերեզմաներում են։ Ասեմ մի տոկոսը երևի գյուղի որ չունի, չէ՞, ջերմային։ Շատ չեն։ Հա, բայց ուրիշ գործով զբաղվում է։ Աշխատում են, ապրում են։ Մեզ մարդ շինարը ամեն ինչից հասկանում։ Հա, իմացանք։ Զուգահեռն էլ անում, չէ՞։ Հա, այս տարի բայց որոշել է բելակ ջերմոց։ Ինչ եք սարքում։ Ինչի վրա եք աշխատում։ Հիմնականում տանը ներսի ռեմոնտի գործով եմ եղել, միշտ սվարկա եմ արել դրանից առաջ մի քիչ վաղ։ Դրանից ավելի առաջ 13 տարեկանից մինչև 25 տարեկանից մեխանիզատոր եմ եղել, տրակտոր եմ քշել։ Գյուղի դպրոցը միջնակարգ է, մանկապարտեզը տեսանք։ Այդ երկու հաստատությունները ինչի կարիք ունեն, նորոգելու կարիք կա դպրոցի մանկապարտեզի։ Դպրոցը հիմնահատակ նորոգելու է։ Մանկապարտեզը շատ վատ վիճակում է։ Մանկապարտեզը նոր են վերանորոգել, էլի սուբսիդիային ծրագրով, բայց խոշորացնելուց առաջ է, չէ՞, դե։ Չէ, դե մենք մեր գյուղի բյուջեով ենք դա կազմակերպել։ Բացել խոշորացվածը բացեց, գույքը լցրեց, հիմա իր բանով աշխատում է։ Ինչ խնդիրներն են խոշորացվածը դիմում ենք, գալիս է։ Գազաֆիկացված չի դետա գազը որ եղավ, մանկապարտեզը տաքության
հետ կապված խնդիրներ հեշտ է լինել։ Լոկալ ջերուցումը ունենք հոսանք վարարանում։ Դե ջերուցման համակարգ է, որը ջերուցման համակարգով կացայատուն ունի, ճիշտ հասկացա, հա։ Երեխա կա, որ մանկապարտեզ չի գնում, տեղյակ եք։ Ասենք այդ տարիքի բոլոր երեխաները բոլորը գալիս են, ասենք օրինակ իմ հարևանից երեխան չհարմարվեց, ինչ արն այդ երեխան չեկա, լացում էր, չգնա, անես չի որ չեն ընդունում։ Մանկապարտեզի աբիոմն է։ Եթե ցանկություն ունեցող կա իր երեխուն ուղարկի մանկապարտեզ են գալիս։ Հերիքում մի հատ է կողքի գյուղերից ունենք։ Հա, այսինքն գյուղում եթե որևէ նախադպրոցական տարիքի երեխա ուզենա գալ, տեղ կա։ Հա, մեր գյուղը 65 երեխու տեղում է։ Ավականու անդամ գյուղը հիմա չունի, ունեցել է։ Ընտրվել է, բայց հրաժարվեց չաշխատ։ Հասկացաք պատճառն ինչ է։ Կին էր, զբաղված էր, դպրոցում էր աշխատում, վերջ ասեց, չգիտեմ։ Հետո մենակ ուրիշ օտար տղամարդկանց հետ աշխատելու երևի Դե պատճառ չի, Թե օրենքը նախատեսում էր, որ կոնե 30%-ը պիտի լինեն մյուս սերից, դրա համար կանայք անցած ընտրությունների ժամանակ ընտրվել են։ Հա, եւ ցավոք թողել դուրս է եկել։ Նրան փոխարինել է երևի ցուցակից մեկ ուրիշ է եղել, հա, որ ձեր գյուղից չէ։ Հա, ձեր գյուղը ինչով է տարբերվում մյուս հարևան գյուղերից կամ համայնքի մնացած գյուղերից, բացի գազը։ Մեր գյուղում համերաշխ է մեր գյուղը, շատ լավ է։ Մի հատ բան կա, որ այս գյուղը հիմնական գյուղացիները չեն, սա տարբեր տեղից եկած մարդիկ են։ Այս գյուղը, հա, տարբեր ռայոններից կան։ Բոլոր մարզերից կան, հիմնական գյուղացի շատ քիչ են մնացել։ Այնտեղ մերվել ենք, մեկը ես, հայրս տեղացի է, բայց ես էլ եմ մերվել, արդեն ընդհանուր բան եմ եղել։ Շամշատնից կա, Մարտունից կան, Քյալակից կան, Լենականից էլ կան։ Բայց դրա հետ մեկտեղ այդ գյուղերի մեջի երևի կարելի ասել ամենահամերաշխ գյուղերից մեկն է, էլի, որ մարդիկ նորմալ։ Համերաշխ համախմբված։ Այս շենքում մշակույթի պալատն է, ինչքան հասկացամ, տունը մշակույթի, որը նորոգել են, նորոգում են։ Դուք տնօրենն եք, պատմեք էլի այդ մասին։ Տնօրենն եմ եղել, հիմա վերանորոգից հետո նորից կենանք էլի նորից ես կասեցված է ձեր հա, կասեցված է, հա։ Ինչտեղ կա բան մշակույթի տունը երկրորդ հարգում է, ներքևը գյուղապետարանն է, մեկ էլ հա բուժկետն է։ Բուժկետն ասում հիմա չգիտեմ, ոնց է ասում, հա։ Բուժամբուլատորիա։ Բուժամբուլատորիա, այդ էլ հիմա դրածա բանը չէ, սուբսիդիայի մեջ, էս էլ պիտի վերանորոգվի, առաջարկն է պիտի վերանորոգվի։ Դե այնի որ մշակույթի տունը սարքեցին, կամաց պիտի բերենք խմբեր, ասեն, որ գյուղը զարգանա։ Երբ են շահագործման հանձնում։ Գույքի հետ կապված ռեագին բեմը հավաքած է, բեմի հետ բաներ է պետք, չգիտեմ ինչա պետք նստարաններ, ոչ մի բան չկա, էլ մնացել է գույքը։ Երևի մշտաբան խոշորացված է մասին մտածել է, ծրագրով կգծվի, կանի, բացվի, կնենք տնօրեն, կգործենք, խմբեր կբերենք այստեղ։ Խոշորացման հարցը Հայաստանում շատ են քննարկում, մարդկա գոհ է, մարդկա դժգոհ է։ Դե մեր գյուղը գոհ է։ Դուք գոհ եք։ Մենք երեքս թե գյուղը։ Գյուղը։ Մեծ տոկոսով գոհ են։ Ով է դժգոհ, ինչից են դժգոհ, եթե դժգոհ։ Անհատական մարդիկ կան, իրանք ամբողջ կյանքը դժգոհ են, բայց սենց նա խոշոր հարցեր է, խոշոր հարցեր է։ Զված եղանը ասեք հլա, հա։ Ես այդքան շատ ոնց որ տեղակ չեմ, այսքան ինչքան տարի է գործից ամեն այդքան տեղակ չեմ, իրանք կարող ասեն, ասֆալտապատվել է, չէ՞, ագին փողոցներ։ Դպրոցի փողոց ասֆալտապատված, խոշորացման հիմա այն վերջի փողոցները ջրահեռացման համակարգն է։ Ջրագծեր սարքում, հետադարձ սարքում հիմա գյուղում։ Դուք ռոռոկման չրակգծերի մասին եք խոսում։ Ուղղակի տան հետադարձել է։ Կանալիզացիա։ Հեղեղատարների մասին եք ասում։ Նաև դրանք էլ խի փողոցների ջուրը գցվի դե։ Մեր գյուղում մենք սնվում ենք արտեզյան ջրից։ Այդ արտեզյան ջրերը մարդկանց հայացքները արդեն բան չի էլի լուսագալի պիտի բաց թողեց, չթողեցիր են խորքը լցում, այ ձևա։ Ձմեռը կսարի, չի։ Ինք ոչ թե սարի, այդ բանը կնստի։ Հորը փակվում է։ Ինքը արտեզյան ջուր է, էլի ավազը կփակի, դե բաց են թողում։ Բաց թողեցին անընդհատ ամբողջ գյուղը ունի այդ խմելու ջուրը, 200 մետր ծակած ջրեր են։ Այդ ջրերը այդ մա ուր պետք է, այդ ջրատարերով պետք է լցվի գետը։ Այդ ջրատարերի մասին ասում։
Առուները, լավ, առուները, ասենք Հասկացա, իսկ բանը գյուղի հիմնական խնդիրները որոնք են ըստ ձեզ։ Լուծվելով էթում է։ Կամաց լուծում։ Այս պահին ռոռոկման ջրի հետ երևի կարելի ասել խնդիր։ Այդ էլ համար նոր բան է, կոպական կառուցը 300 լիտր վարկյանում։ Գյուղին հերիքելու է այդ ամբողջը։ Թե մի հատ էլ ունենք վերևը էլի։ Չէ, աղջիկներ կան, մեզ չկա։ Առաջընթաց կա։ Ասեք էլի հետաքրքիր է, ես տարբեր գյուղերում տարբեր խնդիրներ եմ հանդիպում։ Կամաց Էլի կամաց, բայց որոնք են հիմնական Ես ասեմ խնդիրները։ բանը ինքը ավելի խորտ ենք ասի։ Մեր գյուղի հողերի մեծ մասը գտնվում է բանից են սահմանին ցանկապատի հետևը։ Այդ վարելա հողերը այնտեղ է։ Օրինակ ես անձամբ ունեմ 2 հեկտար ու ստույջ կան ամեն մեկը չենք մշակում մենք։ Պատճառը Ցորեն ենք ցանում մի ժամանակ չեղավ, ասեն մի քանի հոգի լավ բաներ կան, մարդիկ կան տրակտոր ունեն, տվել ենք իրանց, ասեն ենք մշակի։ Վարչակալություն։ Հա, մեր հողի հարգինես կանեն, ամեն հողը չկեղտոտվի չինի, բայց առաջ համատարած մշակում են։ Հիմա այդ խնդիրը, ասա, ինչու՞ նա, ես չգիտեմ, ինչն է պատճառը, որ անցաթղթից սկսենք անցնել դառնալ ինչպես է։ Անցաթղթը ունեն։ Բادرանում խնդրեմ կար, ասացին, որ չէ, մեր այն անցաթղթերը մեր արդեն եկել է, պատրաստ է, ուղղում է։ Ուրիշ բան էին պատմում, ասում էին ունենք անցաթուղթ են, տարեկան, հա, գնում ենք ներս մտնելու, լինում է որ մի ժամից ավել սպասեցնել են տալիս։ Բայց անցաթուղթը կա։ Ասում եմ, այդպիսի բաներ են լինում, դե մարդ ենք։ Ուրիշի ավտոյով ենք մտնում, մեր ավտոյի համարը չէ, ուրիշ ավտոյի համարն է ներս։ Բան որը նման այտենց դեպքերում անցաթղթերով ելումուտ անելու խնդրեմ չունեք։ մեր վարչական Եթե սահմանախախտ ինչ որ սահմանի հետ կապված խնդիր չլինի, սահմանախախտում չլինի, ինչ որ չգիտեմ։ Դե բարձ, այդ ուրիշ խոսած։ վարչական ղեկավարը պատմեմ եմ, որ ասենք գիշերները, եթե ազատ անում, արդի գիշերները կարային գնային գային, դե ազատ չի։ Գիշերները ընդեղ տեսանելություն չկա։ Մեր անցաթղթերի վրա էլ գրած է, մինչև լույս ժամանակը։ Լուսավոր ժամանակը կարանք աշխատենք։ Գիշերը չի կարելի։ Այդ absolut։ Մեր վարչական ղեկավարը հրավիրել էր պաշտոնը ոնց ասեն դրա այդ ազգանունը ոնց էր ռուսների բանան ադրադից հրավիրել իր իրավաբանով եկավ այդ խնդիրների շուրջ խոսացին որ սենց անենց գյուղացին պետք է չսպասի անպայման բացեք մի ոնց որ մի հատ լուծում գտան հա այդ հարցը լուծին Չունեք գյուղում այդ խնդրեմը չկա համաճարակը լավ այդ հողերի հետ կապված ինչ խնդրեմ ունեք Դե ժողովուրդը որ հիմա հիմնականում սկզբում ջուր չունեինք հիմա մի քանի 13 թվականից մեր ջրերը համարակտրվեցին վերացավ ջուրը շատ չնչիներ գալի կա հա տարվա կտրվածքով 100 հեկտար հազիվ չկարողանում ենք մշակենք գնել 1000 հեկտար պատճառն ինչ էր ջուրը պակասել էր չկար ջուր չկար հիմա որ այդ պոմպականները կառուցեցին կամաց արդեն վերականգնները բանորի խնդիր կա այսօրվա դրությամբ մոտ 200 հեկտարից ավել արդեն մշակվում է գյուղում ավել 200-ից ավել Բավուր տաներու խնդիր կար հա դե մեր աշխատող չես կարող բերես դրսից չեն կարող աշխատող սահմանապահ հողամասի սահմանին ներսում է Այսինքն իրենց համար դիանցատու տեղնի հա ինչ որ քաշքշուկ է էլի դառնում անցած տարվա քաշքշուկի մասին ուրեմն իմանանք քանի հոգի են գալ այդ մարդկանց փաստաթղթերը բերում ենք ասենք պրոպուսկա հանեցինք անցաթուղթը հանեցինք Է մարդը փոշմանում էլ չի գալի ուրիշտեղ լավ գործ է գտնում մնում ես նոր մարդու պետք է ճարեք ժամանակ է ուզում նորից արդեն քաշքշուկի մեջ է սնում դրա համար էլ այդ խնդրեմը այս տարի ոնց է լուծվելու Դե նույն ձևով տենց այսինքն ինչքան շուտ մարդ ճարեք պայմանավորեք դիմումը տակ Մեր մասշտաբի մշակություն չկա մարդիկ ունեն որ անցաթուղթները հանված է պատրաստ է որ ժամանակ կան աշխատեն Մի քիչ երկար տարի որ չարեցինք հողը Երևի չգիտեք ասեմ բամբակը մեր գյուղում էր ցանած այդ մեր կոնտրակտը որ ցանը մեր գյուղում էր ցանած այդ մի 2 հեկտար էլ ինքը արեց չէ 2 տարի հերու մնացինք հողերից
այս ջերմային տնտեսությունները շատացրեցինք, հիմա որ ձեռնատու է լինի այնտեղ մշակելը, ես արդեն չեմ գնա, որտեղ ես արդեն ունեմ այն ինչ որ հայաթում անում եմ։ Պետք է դա մի հատ մեծ գործարար իմ մասին եմ ասում, նման շատ կան։ Պետք է դա մեկին ասեմ, խնդրեմ, եկալ ես ով մշակի, ամեն ինչը կա։ Ջուրը կայանի կա, ասենք յուղապետանի խոշորացած ուժերով կամաց հա գցում են իր տեղը։ Ենթադրենք, ասեն մի հեկտարին ինձ տուր $100 մշակի կամ բարձր տուր, ցենց պիտի անեն, որտեղ ես էլ չեմ գնալու դե մշակելու էլի։ Հասկացա, իսկ գյուղմթերքի իրացումը ինչպես է կանում, գալիս տանում են, թե դուք եք հանում շուկա, թե վերամշակման ինչ-որ բաներ կան։ Վերամշակման չենք տալու, կողքի գյուղի բազարն ենք հիմնականում տանը վաճառում։ Մեյմանդար բազարը։ Մեյմանդար։ Դուք տանում եք այնտեղ, մեծականակ։ Կան տանում ենք, տանողներ էլ կան։ Գալիս տանում։ Առաջվա պես չի, առաջ շատ Արցախից գալիս էին մեր գյուղը հիմնականում։ Գյուղում է կան։ Մարդիկ կան չեն հող մշակում, զբաղվում են ինձանից։ Միշտ առուցախով, անի շուկան ծախի կա։ Դա էլ է գործ, հա։ Դե որտեղ մեր գործն թե հիմա նենցա դուք ասիք դպրոցում դպրոցի աշխատող դասատուն էլ մանկապարտեզի աշխատողն է, ստեի աշխատողն էլ։ Զուգահեռ պետք է անի այդ ջերմոցները։ Եթե չանի, մենակ այդ աշխատավարձները ոչ բան այլի որ իրանք ապրեն, ոչ մի հարց չես լուծի։ Զուգահեռ է։ Ժամանակ պետք է ունենաս, մի հատ շուկա գնաս։ Մարդկա ունի եթում է, ես օրինակ չունեմ, չեմ կարա համեն անեմ, համեն մի հատ գնամ շուկա, գիշերը չքնեմ կամ չգիտեմ։ Ստիպած ես պետք է տամ առնող ծախելի։ Հասկանալի, արցախցիների գալ գնալ մնալ ինչ վիճակ է։ Ռոբոջան դուք ասեք։ Արցախցիները մի քանի ահագիներ կան սկզբում, որի դուրը չեկա, որը չհարմարվեց աշխատանքների բերումով գնալ գալու։ Քաղաքից հեռու էր հիմնականում քաղաքից հեռու շատերը գնացին, բայց քանի մնացել են մի հոգի էլ կա։ Ես մեկին գիտեմ շատ լավ աշխատող է։ Կանչում ենք ասենք համ էլեկտրիկա, համ սողոք, համ փայտ կտրողա, արհեստավոր է։ Հա, շատ խելացի տղա է։ Քեզ զլանում, կանչում ես գալիս է։ Քանի ընտանիք կլինեն։ 3-4 ընտանիք, չէ։ 4 ընտանիք են։ Ոչ մեկն էլ չեն ներվում։ Ապրողների նման երևի մի քիչ ավելի լավ ապրում են։ Իրանք որտեղ են տեղավորվել։ Վարձով տատարներ են եղել, վարձով տեղավորվել են ապրում։ Որը վարձովավոր են հենց քաղաքացիություն ստացել են, թե տեղյակ չեն։ Տեղյակ չեն։ Լավ, հասկացանք Ժողովուրդ ջան։ Ուրիշ ինչ խնդիրներ ունի գյուղը, որը հերթի է դրած, որ լուծեք։ Ճանապարհների ասֆալտապատում, գյուղի ներսի, հա։ Միջի փողոցների այդ հիմնական ճանապարհների ասֆալտապատման խնդիր ունենք։ Գյուղը 80% արդեն լուսավորված է։ Հոսանքն է, հոսանքի հետ հոսանքից ենք շատ։ Էդ էլ մեղավոր չի էլեկտրոցանցը, ասենց ասեմ, չնայած փոխել են սիպ կապելները ահագին, հիները մնացել է, որ չունեն գազ, այդ ամբողջ բեռան գնում է հոսանքի էլեկտրացիա։ Ամեն ինչ հոսանքով։ Ասենք մենք ձմեռը օգտագործում ենք ավելի շատ, քան թե ամառը։ Հիմա այդ մարդը չի կարող ամառը, ասենք քիչ տա, մեծ ապարատուրան չի բերի դնի, որ ասենք ինչ որ տրասոմատերներ բերի տեղադրի, ասենք հզոր հոսանք մեզ տա, մենք ամառը չենք կարող օգտագործենք այդ ամբողջը։ Ձմեռվա համար եթե բերի դնի ամառն է, եթե արդեն մեր համար էդի շատ անում։ Մի ես ջերմոցների գազի հետ կապված սկսելու է հեշտանալ, սպիրալներ են սպիրալ են քաշում բաների մարգերի մեջը տաքացնելու համար, որ գիշերցերիկ տաքացնենք, սածիլը աճեցնելու համար։ Ընդհանուր սնուցումը խեղճանում է էլեկտրաէներգիա։ Հա, արդեն որ այդ սպիրալները բոլորը օգտագործում են նույն սիստեմը։ Ամբողջ գյուղը պատկերացը ամեն մեկի տունը մի ասենք միջին հաշվարկով 2 հատ պլիտա է միացած։ Սովորական պլիտա։ Դա ամենակիչն եմ ասում։ Ու ամբողջ շոբի պլիտաներ են, էլի դնում են մեջը փչում են ոպականա։ Կալարիֆեր։ Հա, գրաբաներ են դնում, հա, որ չի տակում, հա։ Ուրիշ խնդրեմ կարիքներ։ Դե ոսկեցեդրոգի գյուղերի նման կա լուծելով այդում են էլի։ Հերթականություն։ Գյուղը փառատոններ, բաներ ունենում է, ինչ որ միջոցառումներ կազմակերպեցին։ Ինչ էր, ինչի մասին էր, թեման ինչ է։ Թեման բանը մշակութային համայնքներ կան, որտեղ տոլմայի փառատոն է, ոչխար խուզելու փառատոն է, ես վերեցին նկարներ, դեսի մի ցուցահանդես։ Ցուցահանդեսի պես ինչ որ մի բան արին, ինչեւան Արմենպրեսի արխիվային ֆոտոներ դեսպաններն եկավ այստեղ։ Չէ, դա ուրիշ բան է, բանով կացած, ոնց էր կոչվում, ու ես երիտասարդներն էին բերել։ Ես մի կազմա այդքան ես ինչ որ միջոցառում էր։ Միջոցառում էր, փառատոն չէ։ Գյուղը ունի ինչ որ ավանդական մի
պատմություն, որակ, ինչ-որ մի արտադրանք, ճաշատեսակ, ես իմ մի բան, որի վրա կարելի կլինի կառուցել փառատոն։ Տոները հերթականության բաները Ինչ եք անում։ Գորովի։ Պատմեք էլի ինչ է։ Ոչխարը մորթում են, տակը բրինձի դնում են, կախում ենք թունիրը։ Դենց Փալավ ոչխար, հա։ Հասկացա, հետաքրքիր է, հա։ Լավ, ժողովուրդ ջան, ուրիշ բան չկար։ Այսինքն ձեր նշած խնդիրները տրանսպորտի հարցը լուծել ենք, արդեն Էջմիածին Երևան էլ։ Աղբանության հարցը լուծված է։ Աղբանությունը շաբաթը մեկ է, հա։ Ամեն օր։ Ամեն օր։ Ամեն օր։ Աղբամաններով է թե մեքենան գալիս։ Աղբամանները դրած է, գալիս է։ Այդ խոշորացումից հետո։ Ասես որ խոսում ենք մտածեք կոմունիստ այդ Սա լավ է, չէ։ Սա լավ է։ Ես Ապրիլակին մեկ զինմանակ մարդկանց։ Սովորական ամեն ինչ կախված է բանկերի հետ, բան, այդտեղ դրվում է։ Տարի ա եղել, որ բարիս բուն իմաստով մշակած բույսը թափել են մարդիկ։ տարել լցել են գետը։ Իրացում։ Չի, իրացում։ ինքնարժեքը եղել է ավելի բարձր, քան շուկայում գինը։ Ինքնարժեքը որ 10 դրամով հայացից վարունգը չէին տանում։ Հիմա ասենք չգիտեմ, լարսը կփակվի, թե ոնց է ալնում, դուրս չեն տանում, մեզ չեն անում, մեր արտադրանքը երևի ժողովրդի համար շատ է, կամ դրսից են բերում Պարսկաստանից, այդ չեմ կարող կոնկրետ ասեմ, գալիս է մի պահ, որ տոննաներով մի հատ հաշվարկ արեցինք մի օր, sense Գյուղապետրանում, որը 60 տոննա վարունգ էին թափում մարդիկ, պատկերացնում եք, իրացում չկար։ Դե 300 Դե մի տարին մարդը այդքան ծախս արել, անկում է այդում, սպասում է հաջորդ սեզոնին, տենա ոնց կլինի։ Հիմա լրիվ սպասողական վիճակին, էլի, ասենք, հիմա ապրիլ ամսվա վերջին մարդիկ սկսեն առևտուր կամ կեսից երևի։ Հա, կեսերից սկսում։ Կեսերից հիմնականում սկսում են իրաց առևտուրը, դե հաշվարկ են կարել, դե մեր ասեցի չէ, մի քիչ վայրից զրով, այդ ժամանակա մեր բերքը, հա։ Հիմա եթե էժան եղավ, ձեր ասած ինքնարժեքին հավասարվեց, այդ տարի էլ անկում կետ, հա։ Բերեք հասկանանք էլի ինչպես են տնտեսությունները որոշում այդ տարին ինչ Մենք չենք հաջեցնել։ որոշում։ Գյուղնախարարություն գույություն չունի, ճիշտ է։ Իրենք չեն թելադրում ցես։ Չէ, որևէ մեկը ցես փողեր չկա, թե ինչ դնենք ներողություն, հարևանս էս է ցանում, բեր ես էլ ցան կամ հարևանս էս է ցանում, բեր ուրիշ բան ես անեմ։ Դուք ինչպես եք գյուղացիները ինչպես են որոշում, ասեք հələ, հա։ Վարունգը, բիբարը, լոլիկը, այս վերջերում արդեն գունավոր պղպեղն են դնում, բրոկոլի են դնում։ Մեծ քանակություն չի։ Սմբուկը ծաղիկ են դնում։ Ծաղիկը շատ քիչ է։ Այսինքն կարող է լինել տարի, որտեղ երբ գերարտադրություն լինի, շուկայում լինում այլ գերհագեցած մի քանի տարի իրար վրա, այտենց ժողովուրդը մինչև մայիսի 5-10-ը արդեն էլ վարունգը չի ծաղ։ Հասկացա, այսինքն ստացվում է այսպես ամեն գյուղացի ինքը իր ռիսկով որոշում է թե ինչ անել։ Մեկ էլ տեսար գերարտադրություն եղավ, մեկ էլ տեսար շատ լավ։ Դրա համար ունենք 3-ից 4 ջերմոց ամեն մեկից մի կուլտուրա դնում ենք, ասում ենք, այս մեկը տարբեր զամբյուղներում եք այս մեկը կորցնելու դեպքում գոնե այն մեկից օգտվենք, մի բան ընդից առնենք, այտենց մենք մեզանով որոշում ենք արտադրություններին հետևում եք, թե այնտեղ ինչ են տնում, ինչ են տնում։ Ասենք Կողի գյուղի հիմնական պոմիդորի վրա է շատ, ավելի շատ մեծ մասշտաբով պոմիդոր։ Հա, կարող եմ մտածեք, որ այս տարի էլ է պոմիդոր անելու ուրիշ բան անեն։ Մեր գյուղը ավելի շատ վարունգ է արտադրում։ Արտադրած ապրանքի համեմատ ամենաշատը վարունգ։ Ահա, այդ որ ասում ես Կողքի գյուղերի վրա, Կողքի գյուղը ունի գազը վարում է, ժամանակին հանում է, իր փողը առավ, բրծավ, եկավ հասավ այն սեզոնը, որ մենք ենք հանում։ Այդ ժամանակ գիշնի, կնի, իրանք չի, ինքը վարունգի մասով ես արդեն հասկացա։ Շատ չարժե որ տանջվեք այդ ուղղությամբ երևի։ Նույնը պոմիդորը, նույնը մյուսը, ինքը գազը վարել է, ժամանակին հանել է։ Հանել է, ծախել, բրծել է, իր եկամուտը ստացել է։ Նրանց հետո էլի թողը լինի, էժան կլինի, կքաշի քոլերը ուրիշ բան կցանի։ Բայց մենք արդեն նոր ենք անում, մենք ծախսը դրել ենք, հələ չենք անում այդ ժամանակ։ Ինքը արդեն իրան ապահովում է։ Հասկանալի, եւ դուժում եք, Դե վնասում։ հիմա էդի արդեն դառնում է պայծառատեսի նման ենք անում։ Որը տնկենք, որը անենք, որը։ Նոր կուլտուրաներից բրոկոլի նշեցիք, ուրիշ ինչ նոր բաներ են հայտնվել։ Բուլղարական գունավոր հիմա նոր սկսել է ինչ-որ որոշ շատով ծաղիկի բանկա, ասենք։ Մեկ բան են դնում, կարտոշկա են դնում, կաղամբել են դնում,
Ես այս տարի օրինակ աղանդ եմ դրել հենց հիմա։ Այդպես տարածված չի, իսկ էկզոտիկ բաներից ուրիշ ավոկադո, կիվի, միվի տեսակ բաներ չեն հայտնվում։ Չորնակ ես այդպես համաձայն չեմ, ես քոլ կիվի ունեմ։ Ձեզ ասեմ հետաքրքիր է, ես ուղղակի հարցնում եմ, մի քիչ պետք է բողոքենք էլ ու գովանով չի, չէ՞։ Ես 30 տարուց ավել իմ տարիքը բան եմ անում, մշակել եմ 2-3 կուլտուրա։ Դրա լավ տիրապետում եմ։ Խի պետք է ես փոխվեմ, չգիտեմ, չէ, ես չեմ ասում փոխիկ, ես հարցնում եմ ես, հա։ Հիմա դա ավելի լավ չի յուղնախարարություն վերականգնեն կամ ինչ որ մեկին նշանակեն, այդ մարդը մտածի, դուք ուրիշ տեղի Թուրքիայի նման կամ Մյունիսի նման, դուք մենակ արտադրեք, մենք ռեալիզացիա կանենք։ Քեզ դու ինձ դիպում, նկատի ունեք, հասկացա, որ ես մշակեմ բրոկոլի։ Պարոն Հովսեփյան, նկատի ունեք պետությունը քնից էզնից, տանի վաճառի, չգիտեմ ինչ կանի, թող մեկին նշանակի, ես այդ կրթություն չունեմ, որ բացատրեմ իրանց։ Մի ուրիշ մոտեցում կա, որ պետությունը հստակ բացատրեմ, հստակ վիճակագրության է տիրապետում, ոչ թե արհեստական նկարած վիճակագրության, թե որ տարին կամ անցած տարի ինչից ինչքան է արտադրվել, որի կինն էր ձեռնտու, որինը ոչ եւ ինքը հուշում են, ընդամենը խորհրդատվական գործունեություն։ Չէ, գիտեմ որ դա չկա հիմա, բայց այդ մոտեցումը մի շարք երկրներում գործում է եւ կարող են ասել թե դու ցանի ենքան չէ, ոչ թե թելադրում է ինքը, ասում է որ ահա սրանից եթե սկսեք ցանել, հավանականությունը մեծ է որ դուք կարողանաք լավ իրացնել։ Թվում է թելադրում են դա։ Ինչի համար պետք է թելադրի։ Որոշ երկրներում եթե չթելադրի, չի իր բանալ, իրացնի տապրանքը։ Դե ինքը ասի որ արտահանում ունենա, չէ՞ ինչ։ 700 հասար գնաց պայմանական թվեր ասեմ։ 1000 հեկտար ունես, 500-ը դիլորի, մեն 300-ը, մեն 200, որ ես իրացնեմ։ Բա պետք է թելադրի, թող հասարակ բան ասենք ամեն մի փոշորացվածում թվեր դա օրինակ եմ ասում, կարող ավելի լավ լուծումներ ունեն։ Թվեր դա ասի ձեր գյուղում ունեք այսքան էս ցանեք, հենց անեք, դες էլ ասեմ, մենք էլ տենց անենք ու իրացնողը իրան կդնեն։ Այդ մի Ռուսաստանի նման երկիր, չգիտեմ էլ որտեղ են տանում, կազմակերպեն տանը։ Պատգամավոր գալիս է այս կողմերը, տեսել եք հեչ։ Ասել եք, խոսել եք այդ հարցերը։ Եկել ես վերջը 5 տարին մեկ եք տեսնում։ Մյուս տարի կգան, մյուս տարի կգան։ Դե որ կգան արդեն բաներ են կան, չէ՞, ախր սպայկից հրավիրեցինք եկան։ Մեր իմիկվա վարչական ղեկավարը մի ժամանակ սպայկի գնորդն եկավ։ Ասացին սենց խնդիրներ կա։ Նա էս բան ապրանքը բա մենք մեր ավտոներով կտեղափոխենք Ռուսաստան։ Չէ՞։ Հետո ուրիշ բան ասեց, ոնց որ եկավ գնաց հանգստանալու պահեր ինչ էր, չգիտեմ, այդպես հանգստացանք։ Բայց եղելա ֆուրերը եկան կային այստեղ, իրանք չէ, սպայկեն չէր, չէ։ Ուրիշ արտահանողներ են։ Անհատներ էլ կային, մարդիկ եկան կայնում այստեղ, գյուղացիք տալիս էին, մարդը քշում տանում Ռուսաստան ծախում գալիս էր։ Հիմա էդի մեր գյուղը Փողներ կանեշի որ ծախում էին նոր բերում։ Հենց մի հատ տեղում տալիս։ Կարա չէ պետությունը, ասենք էդի արտահանման մոմենտը որ կազմակերպեք, բահարը տոշնի է։ Հիմա մեզ ասում են բան արեք, ժամանակակից բաներ միջազգային, չգիտեմ, ստանդարտներին համապատասխան ապրանքներ։ Որտե՞ց է։ Ավոկադոստը չեն կարող աճեցնել։ Ավոկադոյի հարցը չի։ Քո ասած թեկուզ վարունգը։ Կազախստանը ո՞նց են մրցելու, որ այնտեղ գազը կոպեկներա ստեին։ Ինքնա օժեքը այնտեղ լրի վեժանա, կարա էժան ծախեն, մենք մեր տանգը։ Հա բաներ կա լուծելու, մեր լուծելու չի է։ Հա։ Մենք պետք է արտադրենք։ Մնացածի մասը պետությունը նկատի։ Հա, կամ միջնորդները կամ վերամշակողները։ Հա, ես դες մտածում, չգիտեմ, մի ոնց մեկնաբանը։ Հասկանալի, հա, մեր նպատակը հենց շարքային գյուղացիների հետ զրուցելն է։ Պաշտոնյաները կգան այդ խնդիրները հույս ունեմ կներկայացնեք։ Մտածեմ, կարող լուծեմ, թող ասեմ։ Եղավ։ Ձեր համայնքի ընտրությունները հաջորդ 26 թվականի վերջին են։ Ճիշտ է, հա։ Կա առաջադրվելու մտադրություն գյուղից մարդիկ կան, որ կուզեիք տեսնել նրանց ավականու անդամ որպես։ Չկան, բայց հələ որ Այդ որ գյուղացի չի ուզի գյուղացին չէ, լիքը մարդ ասում է, չէ, ես գործ չունեմ, ես կոնկրետ լուրջ մարդիկ, ասենք որ սրտացավ մարդ ունեք աչքերի դարաջ, որ ասեք այ մարդ գնա առաջադրվի, ես պետք է այնտեղ մարդ համայնքապետը ավականու անդամ։ Շատ շնորհակալ, գիր, ահագին լավ մարդիկ կան, շատ կան։ Շատ ունենք։ Գերագետ տղեկ շատ ունենք։ Աղջիկներ էլ տղեկներ չունենք։ Հասկացանք սերերով։ Մարդիկ էլ մինչև ավարտել չեն ասում կնիկ մարդ։ Հարցն է, կնիկ մարդ եւ տղա մարդ, այդ երկու բառներ կա։ Ինչ մնաց որ կուզեիք ասել գյուղի մասին։
խնդիրների մասին, լուծելիքների մասին, հատկապես այն ինչի կարիքը ունի գյուղը ամենաշատը։ Մի քիչ մեր արտադրանքի հիմնական արտադրությունից երեխեքին այդ կարող է Էջմիածնը ձեզնից հեռու։ Էջմիածինը մեզանից հեռու է 10 կիլոմետր է մեր գյուղը։ այդ հեռու դե չեք կարող ուտի կասնեն, հա։ Մի քիչ բանից հեռու են, էլի, Սպորտային բաները այլ Որևէ արտադրոցական կրթության, սպորտ, արվեստ, երաժշտական դպրոց բան չունեք, չկա։ Չունենք, բայց եթե էսի բացվի, պետք է ամեն ինչ արվի։ Ինչ-որ խմբակներ բացվի։ Հա, բան պայման, դա թե չէ իմաստավորն է։ Խմբակ ունենք, սպորտային երեխեքը պարապում են, բոյի պես պրավիլ են ասում իչ է դա։ Մարտեր առանց կանոնների։ Մարտեր առանց կանոնների, որոնք կանոններ ունեն, էլի այն։ Հարևան գյուղից գալիս էր երեխեք այդ պարեր պարապում, ամուսնացել է ինչ արել, չի գալիս։ Ուրիշ տեղ է մարտեր մաղում, էլի ինստի։ Երևի չգիտեմ։ Բարի խումբ է։ Բարի խումբ է։ Մի հատ էլ բարի խումբ Հասկացի։ Դե որ մշակույթի տունը բացի կամաց ենթադրում ենք որ դա կլինի էլի։ Եղավ, հասկացա։ Դպրոցն է հիմնականում Այդ դպրոցը ահավոր վիճակում է շենքը։ Ներսից մտնում ես նայում ես ուղղակի այն որ ասում ավերակ է էլի։ Հա։ Մեր գյուղի բարերարներից տղեկից մեկ եկավ ակումբի Ֆիզկուլ դահլիճը վերանորոգեց իր ուժերով, իր ֆինանսներով։ Սա թասը չեն սարքում։ Հա, ես էլ այդ սարքել եմ, էլի, ասենք որպես արհեստավոր։ Հա։ Դե հիմա չգիտեմ, եթե ասում են ոնց որ այդ հատվածը չենք հանդելու։ Ես այդպես եմ լսել։ Ինչ որ թազա դպրոցի կարիք ունենք, ոնց որ sense ասեմ, հա։ Ավելի լավ է մեր թազը սարքենք, հաստես վերանորոգենք։ Բայց ոնց որ այդ ծրագրի մեջ գցած է, ոնց է, ինչ է։ Ես 300 դպրոց, 500 դպրոցներից ինչ որ մեկը մնալն է։ Էլեկտրական պլիտեքով են երեխեքի։ Հասկանալի։ Ջերություն չունենք պլիտայա դրածներ երեխեքը։ Հայաստանում ոնց պատկերացնում են ոչ դպրոցի, ոչ մանկապարտեզի խնդիրն է։ Այդ երկուսն էլ դրած սարքում են, չէ՞, մարդիկ դպրոցներն են, մանկապարտեզներն։ Հա, դե պես թե ժամանակ է ուզում 3 տարի 4 տարի։ Դες պահի ունենք այդ խնդիրը, հիմա նրանից այած երեք դա չկա, փայտիկ չկա, որ սխփեն դպրոցը բլի թազն սարքեն։ Հա, դե չհաշված ավելորդ ծախսերը, որոնք արվում են տարբեր ուղղություններով, դուք էլ շատ լավ գիտեք, հա, թանկ ու կրակ ծառայողական ավտոմեքենաներ, հետո չեք ավտոմեքենա առել ծախեք, մի խոսքով ահագին լիքը անտեղի ծախսեր են արվում, բայց դա ուրիշ խոսակցություն է, էլի։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ մեզ հյուրընկալելու համար, հարգելի ժողովուրդ, այսօր մենք Արմավիրի մարզի Արաքս գյուղում էինք եւ զրուցում էինք Ռոբերտ Թաթոյանի, Գրիգոր Հովսեփյանի ու Արկադի Մանուկյանի հետ գյուղի խնդիրներին փորձեցինք անդրադառնալ, շոշափել, հասկանալ ինչ կա չկա Արաքս գյուղում, Արաքս գետին սահմանակից Արաքս գյուղում։